Տիկին Պալյան, երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իրավապահները տարան հակակոռուպցիոն, արագ դատական որոշում կայացվեց եւ հիմա 2 ամսով կալանավորվել է։ Մինչ այդ դուք եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության գրեթե բոլոր անդամները միանշանակ պնդում էիք, որ նա կաշառակեր է եւ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եթե չկա դատական որոշում, ինչու է մարդու անմեղության կանխավարկածը խախտում։ Ոչ միայն մենք, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներս, Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, լսելով Վարդան Ղուկասյանի անուն ազգանունը, չի կարող չհիշատակել, թե ինչ քրեական գործերով է անցնում այդ մարդը։ Իսկ լինել գյումրեցի առավել եւս, մենք ապրել ենք իր ղեկավարած տարիներին, ու բոլորս ծանոթ ենք իր աշխատելավոճին, իր որդեգրած սկզբունքներին, նորություն չենք ասել, հայտնագործություն չենք արել, իսկ կոնկրետ երեկվա դեպքը նոր դրվագ էր, որը հայտնվեց իրավապահ համակարգի աշխատանքի շնորհիվ եւ տեղ ունեցավ այն ինչ ունեցավ, որևէ նորություն Վարդանիկի հետ կապված կամ հայտնագործություն տեղի չի ունեցել։ Ուղղակի եւս մեկ դրվագով, եւս մեկ հանցագործ քայլով, այդ մարդը ապացուցեց, մինչ այդ էլ դուք վստահ եք, որ ինքը կաշառակեր է առանց նույնիսկ դատական որոշման այս ձայնագրությունների։ Տեսեք, նորից եմ կրկնում, այդ անձի հետ կապված կան մի շարք քրեական գործեր հարուցված։ Եթե այս պահին վճիռ չունենք, դա չի նշանակում, որ գոնե խոսակցությունների մակարդակով, գոնե մարդկանց գիտակցականում չկա այդ ինֆորմացիան, չկա այդ տեղեկատվությունը, նորից եմ կրկնում, Վարդան Ղուկասյանին ճանաչողները բոլորը գիտեն, որ այդ մարդու անունը կապվում է տարատեսակ վատ արարքների, քրեական գործերի հետ։ Բայց տեսեք, համաձայն չեն գյումրեցիներից շատերը, որովհետև նրանք եկել էին հրապարակ եւ իրավապահներից պահանջում են, որպեսզի դադարեցնեն այդ ամեն ինչը, քանի որ նրանք համոզված են, որ պարոն Ղուկասյանը անմեղ է եւ իրենց համար շատ լավ քաղաքապետ է։ Ովքեր էին այդ մարդիկ։ Գյումրեցիներ։ Լրագրող։ Տեսեք, երեք մենք, ես էլ իմ Facebook-յան էջում անդրադարձա այն հանգամանքին, որ բազմաթիվ գյումրեցիներ զանգահարում են մեզ մանկահասակ երեխաների ծնողներ, երթուղայինի վարորդներ եւ ասում են, որ մեզ ստիպել են, որպեսզի մենք դադարեցնենք աշխատանքը, մասնավորապես երթուղայինի վարորդները, ծնողները ահազանգում են, որ զանգել են մանկապարտեզներից եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներից, տեղեկացրել են, որ եկեք ձեր երեխաներին տարեք, որպեսզի մենք պիտի գնանք եւ մասնակցենք Վարդանիկի պաշտպանությանը նվիրված այդ, չգիտեմ, հանրահավաք ասեմ, ինչ որ հավաք ասեմ, այնպես որ այդտեղ ինքնաբուխ որևէ բան տեղի չի ունեցել, իսկ եթե անգամ տեղի ունեցել, այնքան սակավաթիվ մարդկանցով, որ դրան ուշադրություն անգամ դարձնել պետք չէ։ Վարդան Ղուկասյանը Գյումրիում չունի մեծաքանակ աջակիցներ, ես դա ձեզ վստահեցնում եմ, իսկ այն մարդիկ, ովքեր իրեն ընտրել են ընտրությունների ժամանակ, տեսնելով իր ճակերտավոր կատարած աշխատանքը, վստահ եմ դրանց մի մասն էլ չի մնացել իր կողքը։ Այսինքն ստիպողաբար կամ սպառնալիքների ներքո մարդկանց հանել դուրս եւ հետո ասել, որ Վարդան Ղուկասյանը աջակիցներ ունի Գյումրիում, թույլ տվեք սա ճշմարտությանը ոչ համապատասխան համարել։ Դուք ասում եք մարդիկ քիչ էին այնտեղ, այդ դեպքում ինչ էր այդքան մեծ ոստիկանական ուժեր կուտակվել այնտեղ, բռնության ենթարկվեցին քաղաքացիները, բերման ենթարկվեցին, այդ դեպքում ինչ է հնարավոր չէր խաղաղ պայմաններում, այն դեպքում, երբ Վարդան Ղուկասյանն ասում էր ես իմ ոտքով կգնամ քննչական մարմիններ։ Ինչու է այդպեսի, ինչպես շատերն են նշում, շոու կազմակերպել իրավապահ համակարգը։ Ես թույլ տվեք չհամաձայնեմ ձեզ հետ, որովհետև իրավապահ համակարգը գործել է այն կարգով, որը հենց իրենք են որոշում, համապատասխան իրավիճակին։ Ես ուզում եմ ձեզ մեկ հարց հնչեցնել։ Դուք չեք տեսել այդ ձեր նշած հավաքված մարդկանց վերաբերմունքը նույն ոստիկաններին եւ համապատասխան գործողություններ կատարող անձանց նկատմամբ, այնպես որ իմիջիայլոց Վարդան Ղուկասյանը այստեղից շատ քիչ ժամանակ առաջ իր հայտարարություններից մեկում նշեց, որ դուրս եկեք լցվեք իմ կողքը հենց այդ բառերով, այսինքն ինքը այն մասային կոչ արեց լցվել իր կողքը, ով այո ընդունակ է նմանատիպ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերելու,
Եվ բնականաբար այդ ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերող մարդիկ պիտի ոստիկանական ուժերի կողմից համապատասխան օրենքի շրջանակներում իհարկե համապատասխան վերաբերմունքի արժանանան։ Էնպես որ խոսենք միայն ոստիկանության շատ լինելու մասին կամ զորքերի մասին, որ Գյումրիում են եղել, բայց եկեք հասկանանք միգուցե իրոք դրա կարիքը կար եւ միգուցե տեսնելով ինչ վարք են ցուցաբերում այդ հրապարակում հավաքված մարդիկ, իրականում պետք էր նման գործողություններ իրականացնել, որպեսզի ապահովվեր մեր մյուս շատ սիրելի գյումրեցիների անվտանգությունը քաղաքում անցուդարձ անելիս։ Եկեք այդ տեսանկյունից նայենք այս հարցին։ Քաղաքապետարանի ապակիները կոտրվեցին, դռները կոտրվեցին, ջարդվեցին, երբ որ Վարդան Ղուկասյանին հատուկ ջոկատայինները դուրս էին բերում շենքից։ Ինչու՞։ Այսինքն ինչն էր պատճառը, հետո վազեցնում էին նրան մեքենա նստեցնելու։ Այս հրատապությունը, այսպիսի գործողությունների որակը ինչի մասին է խոսում։ Տեսեք, այս ամբողջ կատարվածը իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում գտնվող հարց է, ու ես չեմ այն անձը, ով պիտի մեկնաբանի թե ինչու, բայց ուզում եմ ձեզ ասել, որ ես ինքս նայելով այդ կադրերը տեսել եմ, որ նույն այդ իմ նշած ամբողջն է կոտրել պատուհանները, այդ ամբողջի գործունեության արդյունքում է կոտրվել պատուհանները կամ դռները, ես էլ այդ կադրերն եմ տեսել։ Հատուկ ջոկատայինը դուռը ջարդում է, որպեսզի դուրս բերեն այնտեղից Վարդան Ղուկասյանին։ Ես նորից եմ կրկնում, հատուկ ջոկատայինները եւ իրավապահ համակարգը ինքն է որոշում եւ ինքն է գործունեություն ծավալողը։ Ես որպես քաղաքական գործիչ չեմ կարող ասել, թե այդ պահին ինչու են այդպես գործել։ Եվ Տիկին Պալյան, ինչ է հետևելու սրան Գյումրու քաղաքապետարանի աշխատանքներ ինչպիսին է լինելու եւ արդյոք իշխանությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը տրվի Սարիկ Մինասյանին կամ մեկ այլ խմբակցության անդամի կամ ընդհանրապես իշխող կուսակցության անդամին։ Այստեղ երկու շատ կարևոր հանգամանք կա։ Նախ մենք բոլորս միասին պիտի հասկանանք իրավական տիրույթում ինչ հանգուցալուծում կունենա այս ամբողջ պատմությունը, եւ երկրորդ թե ինչպիսին կլինի համայնքապետարանի աշխատանքը երեկվանից հետո, դա այս պահին իրենք պիտի պատասխանեն, որովհետեւ նույն իր փեսան է, որ այս պահին այսպես ասած պաշտոնավարելու է Վարդանիկի փոխարեն։ Երեք չկողմնորոշված հայտարարություններ էր անում այդ անձը։ Սկզբում ասեց ինչ որ գործադուլ են հայտարարում, հետո համայնքապետարանի պաշտոնական էջով սրբագրեցին այդ հայտարարությունը եւ հայտարարեցին, որ բնականon աշխատանքն են շարունակում։ Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը այս պահին նման չկողմնորոշված մասայի ձեռքում է, իսկ ինչ մնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության անելիքներին, ես միայն կարող եմ ասել, որ այս պահին մենք շարունակում ենք աշխատել որպես ընդդիմադիր ամենախոշոր խմբակցությունը, ով քաղաքացիների մեծամասնության ձայներն էր ստացել, իդեպ երկու անգամ ավելի շատ քան նույն Վարդանիկը։ Այնպես որ մինչև չհասկանանք իրավական տիրույթում ինչ լուծում կստանա, որևէ քաղաքական քայլ այս պահին մենք չենք պատրաստում անել, որովհետև նորից եմ կրկնում, այս ամբողջ process-ը քաղաքական գործընթաց չէր, այլ իրավական։